Մի փոքր էլ անդրադառնանք նորից Գյումրու կառավարմանը, այս պահին տեսանելի խնդիրներ, տեսեք ավականունիստերին անընդհատ քաղաքացիական պայմանագիրը առաջ է բերում, թեպետ այդ խնդիրները իրենց օրոքել կային, իրենցից առաջ էլ կային, բազմաթիվ այդ փողոցաշինություն եւ այլն, բայց իրենց համար մի տեսակ դրոշակ է դարձել, մենք ավականունիստին, որ հետևում ենք, տեսնում ենք, անընդհատ վեր են կենում ու ասում են քաղաքն ատելության է մատնվել, փողոցներն էս վիճակում են, լավ, կարծես թե ի վերջո իրոք պետք է սա այլը տեղից շարժվի, լուրջ խոչընդոտ ինչ եք տեսնում, որ իսկապես աշխատանքները այդպես տեսանելի չեն։ Ամենալուրջ խոչընդոտը դա մթնոլորտն է, որ փոխանակ փորձ արվի միմյանց օգնելու եւ քաղաքի խնդիրները կարգավորելու, այլ հակառակը մահանային մանկալից, որպեսզի ցեղ շպրտեն։ Հիմա ձյունը տրվավ, հələ ձյունը գետին չի հասել, վայ ձյունը չմաքրվի, այո։ Վայ փողոցներում ավազնուաղը չկա։ Ավազնուաղը շաղ են տալիս, քայքայվում է ասֆալտը, վայ ես ինչ արեցիք դուք, շատ աղա լցեցիք, հիմա քայքայվում է։ Գյումրի քաղաքի կառավարման ճգնաժամը ստեղծվել է 2021 թվականից, երբ որ ըստ խոսակցությունների կուլիսում ճնշում գործադրվեց Պալասանյան դաշինքի նկատմամբ եւ փորձ արվեց կոալիցիոն համաձայնագրի ստեղծման եւ ստեղծվեց այդ կոալիցիան, քաղաքապետարանում մեկ բաժինը պատկանում էր իշխող ուժին, մյուս բաժինը Պալասանյան դաշինքի ուժին եւ այդպես քաղաքի կառավարման հերը անիծվեց։ Դրանից հետո հայտնի դեպքերով արդեն մերս քաղաքականացված Գյումրուտի ընտրությունները տեղի ունեցան, որի արդյունքում ունեցանք այսօրվա պատկերը։ Այնպես որ կապել դա մեկ օրվա հետ, մեկ իշխանության հետ, մեկ թիմ համակարգի հետ սխալ եմ համարում եւ խնդիրը խորքային է։ Եթե ուզենան օգուտ տալ, ուրեմն միանշանակ յուրաքանչյուր հանձնաժողովի նիստում կգան կառուցողական փորձեն հասկանալ ինչպես լուծել քաղաքի խնդիրները։ Բայց ամեն դեպքում կառավարման դիվիդենդներ են ուզում շահել, ստանում ենք այդ պատկերը։ Ինչի էս ինչ էսպես չի, ինչ այնպես չի։ Նույն հարցը, որը իրենց համար պրավալ է համարվում, իրենց իսկ կառավարման օրն է եղել 21 թվականից մինչև վերջին դրությունը, հենց այդ ժամանակահատվածում է եղել։ Դե թողեք Պալասանյան դաշինքը ինքն իրենով կառավարեր կամ ընդդիմադիրների հետ կառավարեր, Բայց ամեն դեպքում հիմա կառավարման ճգնաժամ չեն կարող ասել, չէ՞ որ Գյումրիում կա։ Ֆորմալ առումով ճգնաժամ համարվում է նա, երբ որ ավականունիստներ չեն գումարվում, չեն կարող ավականիները մեկ ընդհանուր հայտարարի գալ, այդ առումով ճգնաժամ չկա, բայց որ պետության ղեկավար եւ քաղաքային իշխանությունը իրար հետ չեն շփվում, ճիշտ է։ Քաղաքային իշխանություն ղեկավարը բանդարգված է եւ ոչ մի կոմունիկացիա չի աշխատում, կարելի է հենց դա համարել ճգնաժամ։ Բայց ֆորմալ առումով որ ավականին աշխատում է, չեմ կարող ասել, որ ճգնաժամ կա։ Այսինքն այդ պահն է հաղթահարված, բայց այո, ընդհանուր խորքային շատ հարցեր կան։ Վերջերս պարոն Սիմոնյան, մի լավ մշակութային միջոցառում եք կազմակերպել Գյումրիում, հենց դուք ձեր գլխավորությամբ բավականին մեծ, կարծես Սունդուկյանի անվան, Սունդուկյանը ասում կներեք, դրամատիկական Աճեմյանի անվան, բավականին մեծ մասսա էր հավաքվել, մտավորականների տեսանք եւ քաղաքից եւ այլ տեղերից հրավիրված, ինչը ստիպեց կամ ինչպես եք փորձում այդ երկուսը համատեղել, քաղաքականություն եւ մշակույթ, արվեստ, դժվար չէ, ինչու եք կազմակերպել դա, ինչ ծրագրի շրջանակում։ Ուրեմն ասեմ, եթե չեք խառնում իրար հետ, մշակույթը չեք բերում քաղաքականություն եւ քաղաքականությունը չենք տանում մշակույթ, ուրեմն չի խանգարում եւ կարող ես եւ նրանով զբաղվել եւ նրանով։ Ես մի սկզբունք ունեմ, որ որևիցե պարագայում չեմ պատրաստվում մշակույթը օգտագործել քաղաքականության մեջ, իսկ քաղաքականությունը օգտագործելով մշակույթին, սպորտին եւ կրթությանը օգուտ բերելու համար միանշանակ պատրաստ եմ։ Հետաքրքիր է։ Միանշանակ պատրաստ եմ, որովհետեւ առանց մշակույթ չկա պետություն, չկա ոգի, չկա հայ տեսակ։ Ես գիտեմ որ պետությունը ոնց, բայց հայերը պարտավոր են իրենց մշակույթին տեր կանգնելու, իրենց մշակութային ժառանգություններին մեծարելու եւ Սահյանական երեկո էր, թե ցերեկույթ էր։ Սայանի երեկոներ։ Այո, մեծ ծանոթանալով Մուսայանի տղայի Նաիրի Սայանի հետ, ես հասկացա այդ մարդու ոգևորվածության աստիճանը, որ ասում եմ մինչև ուժերից վերջնական սպառվելը պետք է հորս պատիվը բարձր պահեմ, ձայնը անդրելի դարձնեմ եւ
Հենց դա էլ նաև պատճառ դարձավ, որ մենք կամք եւ ճիղ դրսևորեցինք